Մեր մունիցիպալիտետի տարբեր ծառայություններում, կրթական հաստատություններում նշվեց Սուրբ Զատիկը, տարբեր վայրերում, տարբեր բնույթի ու բովանդակության։ Սուրբ Զատիկը նշվեց նաև արտադրոցական հաստատության նկարչական խմբակում, որտեղ Համլետ Արոյանի 8 գյուղերից եկող 20 աշակերտներ ներկայացրին մոտ 150 նկարներ։ Ցուցահանդեսին ներկա էր նաև մշակույթի ու սպորտի ծառայության պետը իր աշխատակազմի ուղեկցությամբ։ Ես արդեն երկրորդ անգամ եմ այցելում այս ցուցահանդեսին, առաջ անգամ հենց բուն Զատկի օրը ապրիլի 20-ին այցելեցի, գտա ժամանակ եւ այսօր մեծ հաճույքով երկրորդ անգամ այցելեցի, քանի որ այն տպավորությունները, այն գունեղ լուսավոր տոնի նվիրված այս ցուցահանդեսը իսկապես կարիք ուներ եւս մեկ անգամ, որպես ես զգայի այդ հաճույքը եւ այդ զգացմունքները, որ ստացա այդ օրը։ Շատ գեղեցիկ պահ է, որ մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ եւ ինչպես արդեն մեր այն ակցիաներից, որոնց մենք արդեն ճանաչում ենք բավական ժամանակ եւ Նարեկ Կիրակոսյանի եւ Աշխեն Գրիգորյանի եւ նրանց նկարները, որ արդեն սիրված հանձնակողմից սիրված է, այսօր մասնակցում են նաեւ նորեկներ, սկսնակները, 5-րդ դասարանի աղջիկներ, տղաները եւ յուրաքանչյուր նկար, ճիշտ է, պատկերված է Զատկային տեսարանները, բայց տարբերվում են իրենց ժանրով, տարբերվում են իրենց գույներով, տարբերվում են իրենց իմաստով եւ դա շատ մեծ աշխատանք է, որ կատարում է մեր վարպետը եւ յուրաքանչյուրի մոտ գտնում է հենց այն ջիղը, հենց այն ուղղությունը, որ կա երեխայի մեջ եւ զարգացնում է դա շատ գեղեցիկ երևույթ է, քանի որ ունենք տաղանդավոր երեխաներ, ունենք նրանց աջակցող ծնողներ եւ այս բոլոր ցուցահանդեսները, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպեն մեր դպրոցները նկարչական, դա ապացույցն է, որ պետք է կանգնենք մեր երեխաների կողքին եւ նրանց այն տաղանդը բացահայտելով աջակցենք, որպեսզի նրանք կարողանան զարգանալ, հնարավորություն ունենալ իրենց արվեստը ավելի կատարելագործել եւ հասնել հանցատեսին։ Շատ ուրախ եմ, շատ գեղեցիկ ցուցահանդեսը եւ մեծ տպավորություններով նորից այսօր եղան մեր ցուցահանդեսին։ Պատանիներ ու աղջիկներ տարբեր տարիքի իրենց սրտի խոսքը ասեցին ու շնորհակալությունը հայտնեցին վարպետ Արոյանին, ում շնորհիվ այսօր կարողանում են թղթին հանձնել իրենց պատկերավոր ու գունավոր աշխարհը։ Իրենց սրտի խոսքն ասացին ու շնորհակալություն հայտնեցին նաև ծնողները։ Ցուցահանդեսը զատկական տոնին էր վերաբերվում, մենք մեր խմբակով ներկայացրեցինք զատկական տոնի վերաբերյալ նկարներ։ Իրականում ցուցահանդեսին մնացել էր մի քանի օր ու մենք մտածում էինք, որ չենք հասնի, սակայն կարողացանք նկարները շատ լավ ներկայացնել ու նկարել տարբեր նկարներ, նկարել ենք զատկական տոնի վերաբերյալ Հիսուս Քրիստոսին, նկարել ենք ձևեր, այն ամենը ինչ վերաբերվում էր զատկական տոնին։ Մեր ընկեր Արոյանի շնորհիվ մենք այսօր շատ մեծ արդյունքի ենք հասել, քանի որ նրա շնորհիվ է, որ մենք հիմա ներկայացրել ենք նկարները, արել ենք ցուցահանդես միայն նրա շնորհիվ։ Նա մեզ շատ մեծ է աջակցում ու շնորհակալ եմ նրան, որ կարողանում է իր տարիքը հաշվի չառնելով, ճանապարհը հաշվի չառնելով հասնում է մինչև Նինոց Մինդա, մեզ ուսուցանում նկար ու սովորեցնում ամեն ինչ։ Այս ցուցահանդեսը նվիրված է զատկական տոնին, օրինակ ես ներկայացնում եմ 3 աշխատանք, 2 հատ դիմանկար եւ 1 նատյուրմորտ։ Այս ցուցահանդեսը կազմակերպել է ընկեր Արոյանը, մեր ուսուցիչը, որին մենք շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նրան, որ ջանք ու եռան չի խնայում մեզ կրթելու, սովորեցնելու համար։ Սա իմ 3-րդ ցուցահանդեսն է, որին ես մասնակցում եմ։ Ընկեր Արոյանի մոտ հաճախում եմ արդեն 2 ամիս, փոփոխություն շատ կա, սկզբից այդքան էլ լավ չէի նկարում, իսկ հիմա աշխատում եմ ճիշտ ուղղությամբ եւ հիմա շատ եմ սիրում նկարը։ Նմանատիպ միջոցառումներ մեր մունիցիպալիտետում իրականացվում են հաճախակի, ու մեր քաղաքապետարանը միշտ աջակից է նրանց առաջընթացին ու զարգացմանը։ Մեր մատաղ սերունդը տաղանդավոր է, ու այն վերելք ապրեցնելու համար հարկավոր է ուշադրություն ու աջակցություն։